Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 24։ Որովհետև քո Տեր Աստվածը լափող կրակ է, նա նախանձոտ Աստված է։ Երկրորդ Օրինաց 4 գլուխ 24-րդ խոսք։ Եթե մենք իսկապես մտածեինք, թե ինչպիսի Աստված է նա, որի առաջ մենք պետք է կանգնենք եւ հաշիվ տանք, ապա անշուշտ պարտավորություն կզգայինք կատարել մեր պարտքը նրա հանդեպ եւ չէինք համարձակվի մեղանչել նրա դեմ։ Միթե պիտի լքենք ողորմած Աստծուն, ով երբեք չի լքի մեզ, եթե մենք հավատարիմ մնանք նրան։ Ուրիշ ուր կարող ենք գնալ։ Թող սիրո կապերը մեզ պահեն մեր պարտքի մեջ եւ թող Աստծո ողորմությունները մղեն մեզ ամուր կառչելու նրանից։ Մովսեսը նրանց հիշեցրեց Աստծո իշխանությունը իրենց վրա եւ այն պարտավորությունները, որ ունեին նրա հանդեպ։ Աստծո պատվիրանները պահելով նրանք իմաստությամբ կվարվեին հենց իրենց օգտի համար։ Տիրոջ երկյուղը իմաստություն է։ Նրանք, ովքեր վայելում են աստվածային լույսի եւ օրենքների օրհնությունը, պետք է իրենց վարքով ցույց տան, որ իմաստուն եւ պատվավոր մարդիկ են, որպեսզի դրանով Աստված փառավորվի։ Նրանք, ովքեր կանչում են Աստծուն, անպայման կգտնեն նրան պատրաստ իրենց պատասխանելու հավատքով արված յուրաքանչյուր աղոթքի եւ խաղաղության պատասխան տալու։ Աստվածային օրենքի այս բոլոր կանոններն ու դատաստանները արդար եւ իրավացի են, ավելի բարձր ու կատարյալ, քան որևէ ազգի օրենքներն ու դատաստանները։ Այնինչ նրանք տեսան Սինալերան վրա, նախանշանն էր դատաստանի օրվա, երբ Տեր Հիսուսը կհայտնվի բոցավառ կրակով։ Նրանք պետք է նաև հիշեն այն, ինչ լսեցին Սինալերան վրա։ Աստված իրեն հայտնում է արարչագործության գործերի միջոցով առանց խոսքի եւ լեզվի, սակայն նրա ձայնը լսելի էր։ Բայց Իսրայելին նա իրեն հայտնեց խոսքի եւ լեզվի միջոցով, հարմարվելով նրանց մարդկային թուլությանը։ Այս ժողովրդի կազմավորումն ու վերելքը բոլորովին տարբեր էր մյուս ազգերի առաջացումից, եւ հենց այստեղ էլ տեսնում ենք անվերապահ շնորհի պատճառները, քանզի մենք սիրված չենք մեր իսկ արժանինքների համար, այլ Քրիստոսի համար։